քննարկման տարբեր արձանագրումներ, տարբեր հայտարարություններ հնչեց, դուք ինչ եք կարծում, ինչ կտա նման քննարկումները, կամ արդյոք սա նշանակում է, որ եկեղեցին իշխանության կազմակերպած այս ամեն ինչի ֆոնին աջակցություն ունի տարբեր, այսպես հասարակության տարբեր խմբերի եւ մասնագետների։ Գիտեք, եկեղեցու նկատմամբ իշխանությունների ոտնձգությունը հակաեկեղեցական արշավի առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում, բայց կարծում եմ, որ նմանօրինակ գործողությունները այլևս հատել են խելամտության բոլոր սահմանները եւ առողջ բանավեճի ըստ էության հնարավորությունը սպառված է եւ կարծում եմ խիստ անհրաժեշտ է եւ գնահատելի է, որ իրավաբանները նախաձեռնել են այդ բոլոր գործողություններին իրավական գնահատական տալ։ Առերևույթ ոչ իբրև մասնագետներ, մենք էլ որպես սովորական մարդիկ այդ գործողությունները գնահատում ենք ուղղակի հանցավոր, սանձարձակ, անթույլատրելի, հանրությանը պառակտող, մարդկանց նկատմամբ վիրավորանք պարունակող, մարդկանց համբավի հեղինակության նկատմամբ ուղղակի ոտնձգություն կատարող ոչ այդպիսի հարց գոյություն չունի։ Ինչու՞։ Որտեղ եթե համարվում է ակնհայտ անհեթեթությունների համար դա չի տալիս վեհապարը։ Վեհապարը այդպիսի մոտեցումներ չունի եւ եկեղեցին առհասարակ նման մոտեցումներ չի ողջունում։ Իսկ որ ասում եք հատել է կարմիր Սրբազան հայ եկեղեցին պատրաստ է այն ամենին, ինչ ակնկալում է ժողովուրդը, նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը աղանդավորների խումբ է ձևավորելու եւ եկեղեցու դեմ գրոհ է լինելու։ Եկեղեցին այդ դեպքում, երբ որ փորձեն գրոհել Մայրաթոռը, ինչ է պատրաստ, ինչ է անելու։ Գոյություն ունեն իրավական գործիքակազմեր։ Իհարկե, ես հույս ունեմ, որ նման անխոհեմ քայլեր չեն կատարվի, որովհետեւ դա ռիսկ է պարունակում իր մեջ կոնկրետ որոշակի բախումների, ֆիզիկական բախումների, հույս ունեմ, որ այդպիսի քայլ չեն անի, բայց փառք Աստծո կան իրավական գործիքակազմեր, ցավում եմ, որ պիտի նաև այդ անպտուղ գործողությունների մեջ ներքաշվենք, բայց կան գործիքակազմեր, որոնք ամբողջապես կկիրառվեն։ Իսկ կուսակրոնության ուխտը խախտելու հարցի վերաբերյալ, որ եկեղեցականներն ասում են, որ սա պետք է քննարկվի եկեղեցու ներսում, այսինքն կա նման բան, որ պիտի քննարկվի, թե չկա։ Այսօրվա Հայաստանում ստեղծված կացության պատճառը բացարձակապես կուսակրոնության ուխտի խախտումը չէ։ Բոլոր նրանք, ովքեր որ շեշտադրում են կատարում կուսակրոնության ուխտի կատարման խախտումների վերաբերյալ, պետք է մեկընդմիշտ հիշեն։ Հայաստանում գոյություն ունեն ծանր լրջագույն մարտահրավերներ եւ բացարձակապես կուսակրոնության ուխտի հետ առնչված խնդիրը դրա հետ չի առնչվում։ Ուրեմն զուր տեղը թող որոշ մարդիկ եկեղեցական բարեփոխիչի պատմության չհակնեն, կլինեն դրանք բարձրաստիճան պաշտոնյաներ կամ սովորական քաղաքացիներ։ Մենք տեսանք, թե 18 թվականին երկիրը բարեփոխելու իրենց ջանքերը ինչի հանգեցրեց։ Շատ շնորհակալ ենք եկեղեցին բարեփոխելու իրենց ցանկությունից, եթե նման բարեփոխիչներ մենք ունենանք եկեղեցում, ցավում եմ, որ այլևս բարեփոխելու ոչինչ չի մնալու։ Այդ բարեփոխիչները թող իրենք իրենց բարեփոխեն։